Չհայտնվեց շուկայում, չհայտնվեց։ Ժողովուրդ, հա, պարզեցինք, դրա հետ կապված դեռ մենք ունենք գործողություններ, կարծում եմ, որ այդ գործողությունների շարունակությունը մենք եւս պահելու ոչինչ չունենք, կգնա իրավապահ մարմիններին, իրանք էլ իրանց մասով կհասկանան ինչա, ձիումսի մասով ասեմ, ինքը դե աշխարհում շատ երկրներ կա, որ ընդունված է նորմալ է, հայ ձիումի սուտում են ինքը նես չի, եթե իհարկե պատրաստում կա մալինիզացիա կոչվում, որը որ արված է, եթե դա արված է, ինքը այդ խնդիրը չունի, այսինքն այդ միսը վտանգավոր չի, կարանք բոլորս էլ ուտենք, ընդհակառակը ինքը երևի թե տավարի մսից միտեղ ավելի ոնց որ ասած հա նուրբ միս է բայց երբ որ չկա այդ սպանդանոցային մորթը երբ որ մենք չգիտենք դա մալինիզացիա արված է թե ոչ դա արդեն մարդու առողջությանը լուրջ վտանգ է սպառնում մեր խնդիրը դրա հետ կապված այսինքն եթե այդ մարդիկ ասեն մեր ձինա մենք մորթել ենք ուզում ենք տանենք չնայած դժվար թե տենց լիներ որովհետև քանակը մեծ էր 900 կիլոգրամի չափ էր ընդհանուր քանակը ձիերի որը որ երկար պատմություններով ու բարդ ճանապարհներով վերջը հայտնաբերեցինք, բայց այդ միսը շուկա չհայտնվեց։ Այսինքն մենք ունեինք հստակ ինֆորմացիա ունեինք, որ այդ միսը որտեղ պետքա գնար, որտեղ պետքա վաճառվեր, մենք 2 օր կարելի ասել կիսաօպերատիվ աշխատանքներից ելնելով կանխել ենք ու այդ միսը շուկա չի հայտնվել հանգիստ եղեք այդ մասով։ Մնացած արդյունքների մասին դե մենք մեր մասը կանենք ավարտենք, գործը դեռ ավարտված չի որից հետո կփոխանցենք իրավապահ մարմինները, եթե որևէ անելիք կունենան, հստակ համոզված եմ իրանք էլ կանեն։ Իսկ մի հարց ունեմ, ամեն ահազանգի հետևից եք գնում, թե ստուգվում են։ Պարտադիր։ Հա, կան դեպքեր, որ իրականում հա, մենք իրավունք չունենք չգնալու։ Դա այդ զանգերը, ահազանգերը միանշանակ մեր մոտ ձայնագրվում է, մենք լինում է դեպքեր, որ մի քանի անգամ այդ ձայնագրությունները հետ ենք տալիս, առաջ ենք տալիս, լսում ենք, գնահատում ենք իրավիճակը, բայց չգնալու տարբերակ չունենք։ Մենք միանշանակ գնում ենք, բայց դա լինում են դեպքեր, երբ որ հական քաղաքացիներ տենց ուղղակի ինչ որ իրանց մի բան դուր չի եկել եւ կարան վերցնեն ահազանգեն սիրով մենք պատրաստ ենք էլի շարունակել գնալ որովհետեւ մեծ մասը ցույց է տալիս որ ճիշտ է էլի այսինքն խնդիրը կա եւ խնդիրը արձանագրվում է նշում եմ Ձգումների Հայաստանի սիկուրի արտահանման մասին որ ասացիք այդ թվայնացուցի նաեւ ռուսական կողմը պետք է ոչ Եվրոմիության թվայնացումը հիմա որ գնում է ձուկ ձկնամթերքի Եվրոմիության երկրների Ռուսաստանի Դաշնություն խնդիր չունենք արտանման ծավալներն էլ ձկան շատ մեծ է մեր